Համարտությունից է խոսում մեկը, որի վերաբերյալ մամուլում ժամանակին հիմա էլ լույս են տեսնում հոդվածներ, որ ասենք նույն Վազգեն Սարգսյանը շատ դաժան պատժել է նրան ավելորդ ուրեմն հոդվածների եւ խոսակցությունների համար այս կամ այն զինվորականների եւ իր հասցեին։ Ասենք նկար ունի, հիշում եք, մի հատ նկար էր պտտվում համացանցում, չնայած պտտվելը որն է, հիմա էլ կարելի է Google-ով ճշտել։ Ասենք վարված նիվա մեքենայի կողքին ցցված է։ Բա նիվատ վարել էին, քեզ էլ խմբագրությունում ծեծել էին։ Հիմա դու ծեծվածներից ես խոսում։ Ասենք անուն չես տալիս ում են ծեծում, հələ անունները տուր, ում են ծեծել, ով է ծեծել, քեզ ծեծողներին ողջ հայությունը գիտի։ Նորմալ մասայի մասին է խոսքը, այն տգետ մասայի մասին չէ, որ առավոտի ցիրիկուն նստած նիկոլական շեխնյուսերն ու փփիրնյուսերն են նայում ու հրճվում են իրանց հզոր վարչապետով։ Այն պարագայում, երբ որ տարագան գիտելիքներ ունեցող մարդ շատ լավ հասկանում է, որ կապիտուլացված, պարտված անձը երբեք հզոր չի կարող լինել։ Նրան ժպիտով, ուրախությամբ, պաճպրոշտով, այսպես ասած, ընդունում են, որպեսզի նրանից ինչ-որ բան ստանան։ Նիկոլը տվող է։ Նիկոլը շատ հարմար ուրեմն ղեկավար է Հայաստանի համար, Ադրբեջանի, Թուրքիայի, ուրեմն Ռուսաստանի, Ֆրանսիայի, արևմտյան այլ երկրների, Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, որտեղ Նիկոլից ինչ ուզում են ինքը տալիս է։ Մեկ օրինակ գետ բերեք, որ ինքը մինչև հիմա Ալիևի ասածներից բացի մեկից այդ ասեմ, որ այն էլ ասեմ, եթե Աստված ոչ ան ինքը վերընտրվեց, ինքը այդ ծրագիրը իրականացնելու է։ Դա ադրբեջանցիներով Հայաստանը լցնելն է։